Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը, Արմեն եւ Աննա Էլբակյանների տաղանդաշատ դուստրը, իր ինստագրամի սթորի բաժնում ցավալի լուր է հայտնել։ Նա կիսվել է հորեղբոր լուսանկարով, ով խիստ նմանություն ուներ հայրիկին՝ Արմեն Էլբակյանին, եւ հայտնել նրա մահվան լուրը։ Լիլին գրել է. «Երբեմն կորուստները մեզանից ստանում են մեր մի մասը։ Հորեղբայրս, լույսերի մեջ լինես։ Կհանդիպենք երկնքում։ Հրաշալի մարդ, տաղանդավոր նկարիչ եւ ընկեր»։ Նշենք, որ Լիլի Էլբակյանը վերջերս եղել էր «Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում հյուր, որտեղ էլ պատասխանել էր մի շարք հարցերի։ Ռեժիսոր թե դերասանուհի։ Ամենադժվար հարցը։ Լինում է, որ մտածում եմ ռեժիսոր, հետո դերասանուհին խանդում է, բայց երկուսն էլ սիրում եմ, մեկը մեկին օգնում է։ Դերասաններն արդյոք հեշտ են վստահում Լիլի Էլբակյան ռեժիսորին։ Չէ, երբեմն չէ, առաջ ավելի բարդ էր, երբ որ ավելի երիտասարդ էի։ Ունեցել եմ տարբեր դերասանների հետ խնդիրներ, հիմնականում տարիքով։ Եղել է դերասանի հետ ինչ ասես իրար ասել ենք, մյուս անգամ եկել է, որ իրեն դեր տամ։ Աշխատանքային գործունեությունից խոսելով, որպես դերասանուհի ասած, աշխատում եմ շատ վատ պրոյեկտներում չնկարվել։ Շատ եմ մերժել, բայց կային պրոյեկտներ, գլխավոր դերեր, երկարատև սերիալներ, որ մերժել եմ եւ ռեժիսորներ, որ նեղացած են ինձանից։ Հիմա ավելի քիչ եմ նկարվում, որովհետեւ առաջ շատ եմ մերժել։ Լիլի Էլբակյանն արդեն բավականին հայտնի էր, երբ դիմեց պլաստիկ վիրահատության։ Դա որևէ ազդեցություն ունեցավ մեծ կինոյում հայտնվելու փաստին։ Ամբողջ կյանքս երազում էի քիթս վիրահատեմ։ Մի պատճառ կա դրանում, որ ասում էին դու մամային նման չես, դու պապային ես նման, իսկ իմ մաման գեղեցկուհի է իմ կարծիքով։ Ես պապայի շատ եմ սիրում, բայց նեղանում էի այդ արտահայտությունից։ Ինձ թվում էր, որ ոչ թե վատ ա, որ պապային եմ նման, այլ ես տգեղ եմ դրա համար էին ասում պապայի նման ես։ Եղան շատ ռեժիսորներ, որոնք թույլ չէին տալիս քիթս վիրահատեմ, բայց այդ կոմպլեքսը կար։ Հենց առաջին իմ աշխատած գումարը ստացա, վիրահատեցի։ Ես ուշ վիրահատեցի, եթե 17-ում վիրահատեի, բոլորն ինձ տենց կսովորեին։ Բայց երբ վիրահատեցի, 30-ն անց էի, չեմ փոշմանում։ Լիլին անկեղծացավ, թե ով էր խորհրդատուն։ Որպես ռեժիսոր հայրիկի հետ եմ շատ խոսում, որպես դերասանուհի մայրիկս է օգնում։ Կյանքում հարցեր կան, որ միայն հայրիկի հետ եմ կիսվում, հարցեր կան միայն մայրիկի։ Խնդրում եմ իրար չասեն, չնայած համոզված եմ, որ իրար ասում են։ Հիմա արդեն երեխաներս են ամենամեծ քննադատներս ու խորհրդատուներս։ Իրենցից շատ բան եմ սովորում։ Լիլիի մայրը Աննա Էլբակյանը կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում անկեղծ զրույց էր ունեցել, որը ներկայացնում ենք հաջորդիվ։ Հաղորդման սկզբի հատվածը նվիրված էր արտիստուհու մանկությանը։ Շատ կենտրոնացած էի ինձ վրա, որովհետև բոլորն էին կենտրոնացած։ Հիմա եմ հասկանում, որ էությամբ հակասական մարդ եմ։ Եվ ունեմ իմ մեջ ապստամբության մեծ չհարմարվելու ինքնություն։ Դա շատ ցավոտ է լինում երբեմն, նամանավանդ երբ երիտասարդ ես, այդ ամեն ինչը սրվում է։ Նույնիսկ իմ մանկության դետալները շատ կարևոր են ինձ համար։ Այնպես չի, որ ամեն ինչ սահուն է եղել։ Նույնիսկ մասնագիտությանս մեջ այն, ինչ չէր կարելի անել, ես անում էի։ Բոլոր այն տեղերը, որ ես ուժեղ չեմ եղել, հետո դարձել են զենքեր։ Դերասանուհի դառնալու ճանապարհին եղել են արդյոք արգելքներ։ Այո, արգելք կար, եղբայրս։ Նա սովորում էր Թատերականում, նկարիչ էր եւ ասում էր ոտքդ այդտեղ չի լինի։ Չեղավ, բայց դարձա դերասանուհի։ Ինձ հետ խաղում էին հայտնի դերասաններ։ Ես Ձյունանուշն էի։ Ընտրել էին որպես գեղեցիկ կամ համապատասխան արտաքինով աղջիկ։ Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայում մի կին Սարոյան էր փորձում։ Խորեն Լևոնյանը դահլիճում էր, իսկ մենք ստուդիայի երեխաներով նստած նայում էինք փորձը։ Հանկարծ ինձ ասեց դու գնա։ Գնացի եւ մինչեւ հիմա չեմ իջնում բեմից։ Աննա Էլբակյանը գտավ իր կեսին, երբ ընդամենը 17 տարեկան էր։ Գտավ Թատերականում եւ չէր էլ պատկերացնում, որ ում սիրահարվել էր առաջին հայացքից, իր դասախոսն էր լինելու։ Բայց դա խոչընդոտ չէր։ Խոչընդոտ չէր նաև տարիքը։ Արմեն Էլբակյանը շուրջ 10 տարի մեծ է նրանից։ Դերասանուհին տեսել, սիրահարվել եւ ինքն էլ առաջին քայլն արել է։ Նա պատմում է. Ընդունվեցի եւ տեսա Արմենին առաջին անգամ բուֆետում։ Նրա աչքերը տեսա։ Ասեցի սա իմ ամուսինն է, բայց ինքը մեծ էր, արդեն ճաղատացել էր։ Ինչ որ մի բան իմ մեջ ասաց, սա իմ ամուսինն է։ Արմեն Էլբակյանը հաղորդման շրջանակներում եւս խոսեց այս մասին։
Իր մայրը շատ հայտնի հոգեբան էր։ Հեռուստատեսությամբ խոսում էր. «Ես տեսա, մորս ասեցի, այս ինչ սիրուն կին է, աղջիկ ունենար հետը կամուսնանայի»։ Կատակի ձևով ասեցի։ Հետո մի քանի օր Աննային հանդիպելուց հետո գնացի իրենց տուն և դուռը բացվեց ու Էլդա Գրինն էր։ Ես հասկացա, որ ճակատագիր էր։ Ամբողջ կյանքս երեխայիս պես եմ վերաբերվել, ոնց որ ինքն իմ մեծ աղջիկը լինի։ Բայց նա տարիների ընթացքում շատ հետաքրքիր հասունացավ, ու հիմա շատ բաներ ես եմ իրենից սովորում, ոչ թե նա ինձանից։ Դերասանուհին պատմում է. «Արմենն իմ հորն ասեց, եթե դուք իրեն չտաք, Պուշկինը քանի անգամ է կնոջ ձեռքը խնդրել։ Ես 2 անգամ ավել կգամ ու կխնդրեմ։ Ես էլ ասեցի կփախչեմ Արմենի հետ։ Չփախա և շատ թատերային համեստ ամուսնացանք։ Երևանի սիրուն աղջիկ Հոլովակի շորով եմ։ Իսկ հողն իսկական նարգիզներից էր, ես էի հյուսել»։ Խոսեց նաև քրիստոնեության մասին։ «Ես շատ դժվար եմ հիմա հարցազրույցների գնում և երևում այն հարթակներում, որ շատ են նայում։ Քրիստոնեությունը ապրելակերպ է։ Շատ բաների միջով անցնելով, փնտրելով իրական Աստված կա թե չէ, հայտնաբերեցի, որ Քրիստոսն այն անձն է, ով եկավ մեկ նպատակով, որ դառնա քո նման»։ Հաղորդման շրջանակներում խոսք եղավ նաև տղայից։ Այդ մի շաբաթը պատրաստման շրջան էր, թե ինձ համար և թե Էդգարի։ Անընդհատ խոսում էր երկնքի մասին։ Կա հավիտենություն, թե ոնց է։ Անընդհատ պատրաստվում էր թռիչքին դեպի երկինք։ Ասաց Աննա Էլբակյանը։ Էդգարի կյանքի առանձին մասն է եղել գրականությունը։ Ասում են Էդգարը գրում էր հնարավոր ամեն տեղ, թղթերի, անգամ լուցկու տուփերի վրա։ Էդգարի մորս բանաստեղծությունը մահից հետո նոր շունչ ստացավ և դարձավ Լուսին երգը։ Մայրիկին Լուսին նվիրող տղան մնաց հավերժ 18 տարեկան։ Զույգը 4 անգամ բաժանվել, բայց նորից վերադարձել և կառչել են իրարից։ Աննա Էլբակյանն այդ մասին. «Ես մաքսիմալիստ եմ։ Ունեի իմ ընտանիքի մոդելը և ինձ բոլորովին չէր համապատասխանում այն, ինչ չէր համապատասխանում այդ մոդելին։ Արմենը խենթ արվեստագետ էր, մինչև մենք կարողացանք հասկանալ, որ ընտանիքն ամենուրեք է և անընդհատ։ Մինչ մենք հասկացանք ընտանիքի արժեքը, ես շատ փոխվեցի։ Հետո փոխեցի շուրջս ամեն բան։ Երբեք քո ապրածը չես կարող փաթաթել ուրիշին և քո հոր մոդելը։ Ես դեռ չգիտեմ, թե մեծահասակ Արմենն և Աննա Էլբակյաններն ինչպես կապրեն իրար հետ»։ Հաղորդման վերջում Աննա Էլբակյանն այսպես խոսեց. «Մարդիկ դարձել են շատ վիրավորված և վիրավորվող։ Ես ունեմ փոխադարձ անկեղծ մարդկային սիրո պակասը։ Շատ կուզենամ, որ օրինակ վերցնեն այն բաներից, որոնք որ սրտի խորքում զգում են, օրինակելի է։